Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես մի քանի անգամ եկել եմ, տանը չեք եղել։ Ասացին, որ եկել եք։ Ինձ ընդհանրապես այդ թեման չի հետաքրքրում։ Ու ես վաղուց Լիաննայից ոչ մի լուր չունեմ։ Ու չեմ էլ ուզում ունենա։ Շատ կարևոր է, որ խոսենք։ Ընդամենը երկու հարց։ Խոստանում եմ, որ ձեր անունը ոչ միտեղ չի երևա։ Երկու հարց։ Դուք միակ մարդն եք, որ լավ ճանաչում է Լիաննային ու գիտի թե իրականում ով է։ Ես ուղղակի ուզում եմ մի քանի բան իմանամ։ Ինձ շատ կարևոր ինֆորմացիա է պետք։ Լսեք, ես չգիտեմ դուք ով եք, ինչի համար եք ուզում Լիաննայի մասին ինչ-որ բաներ իմանալ։ Եթե ուզում եք վնասել, խնդրում եմ, ինձ մեղքի տակ մի քաշեք։ Ես վաղուց ջնջել եմ այդ անունը ու ընդհանրապես ինքը ինձ չի հետաքրքրում։ Չէ, հանգիստ եղեք, ես ոչ պատրաստվում եմ սպանել, ոչ էլ թալանել Լիաննային։ Ուղղակի ինքը հիմա այն տանն է աշխատում, որտեղ որ ինձ շատ հարազատ մարդ է ապրում։ Ու ինձ թվում է արդեն հասկացաք, թե ինչի համար եմ հետաքրքրված։ Ու դուք միակ ազգականն եք, որին որ ես կարողացա գտնել։ Լսեք, Լիաննան շատ ազգականներ ունի։ Ուղղակի ինքը այնքան սխալ քայլեր է թույլ տվել իր կյանքում, որ բոլորը իրենից երես են թեքել։ Անգամ ես ու մայրս։ Լիաննան ինձ ասես հարազատ քույր լիներ, ովքեր որ իմանում են մորաքրոջս աղջիկն է, ոչ թե քույրս, բոլորը զարմանում էին։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ինչ է արել, որ բոլորը երես եք թեքել իրանից։ Էլիս սխալ է նորը ինչ ասելը։ Ինքը մեկ է իմանալու է։ Այդ մարդը արդեն ստեղ է ու չի ուզում գնա։ Քեզ թվում է, եթե դու նորը ինչ ասես, ինքը չի իմանալու։ Էդո ես ուզում եմ համոզեմ, որ ինքը հետ գնա։ Էլիս նորից նույն բանն ես անում։ Նորից ինքնուրույն որոշումներ ես կայացնում, այն դեպքում, երբ այս թեման մենակ քեզ չի վերաբերվում։ Այդ նենց ես խոսում, ոնց որ ես իրավունք չունեմ իմ կյանքում որոշումներ կայացնեմ։ Ունես։ Ունես, ցավը տանեմ, բոլորն էլ ունեն։ Բայց ամեն մեկը պիտի փորձի իրան հարմար հարցեր լուծել էլիս։ Իսկ այս են թեմանա, որ նորոն պիտի իմանա։ Էդո դու ինչի ինձ չես հասկանում։ Դժվար է ինձ հասկանալը, վստահելը, հա? Դժվար է։ Ինչի անգամ համար ես միշտ սխալ։ Կարող է ես կարող եմ այդ մարդուն համոզեմ, ու ինքը հետ է գնում։ Ինչի թողան, որ նորոն էլ ապրի այն ամեն ինչ, ինչ որ ես ապրեցի, նորոն էլ զգա այդ ամեն ինչը։ Էլիս դու այսքան ժամանակ չես զգացել, որ ես ու նորոնը ամեն ինչ անում ենք, որ դու հանգիստ ապրես։ Ուղղակի ապրես, ոչ մի բանի մասին չմտածես, չվախենաս։ Ոնց ես պատկերացնում, ես հիմա կլռեմ, կթողնեմ շարունակես հանդիպել այդ մարդու հետ ու այսօր ընկնել։ Այդ ափսոս, բայց ես կյանքը հեքիաթ չի։ Ու դու նորոն էլ չունեք կախարդական փայտիկ, որ իմ բոլոր խնդիրները վերանան։ Ու անհնար է նենց անել, որ մարդ իր կյանքում ոչ մի խնդրի չբախվի։ Հա, չունենք։ Բայց համարյա ունեցած է հաշիվը հանգիստ տեղին։ Որովհետև էլիս ես կյանքում չեմ թողնի, որ ինչ-որ մեկը մազիդ կպնի, ով ուզում է լինի։ Ես քո հորն էլ չեմ ճանաչում, բայց իրան էլ չեմ թողնի։ Ու կապ չունի, որ ինքը անունով քո պապան է։ Եթե ինքը քեզ այս վիճակին է հասցրել էլիս, ուրեմն ես պիտի խառնվեմ։ Այդ կլսես ինձ։ Չէ, էլիս, էլ չեմ ուզում։ Որովհետև ես շատ լավ գիտեմ, որ այս կյանքում քեզ ամենաշատ ցավ տվողը այդ քո անցյալն է։ Դու չես կարող այդ անցյալից կտրվել, չես կարող մոռանաս։ Իսկ ես հաստատ քեզ այդ անցյալի հետ մենակ չեմ թողնի։ Ինչ էլ ուզում ա լինի, ինչքան ուզում ա խնդրես էլիս, չեմ թողնի։ Ես հիմա տեսնում եմ, որ զարմացած եք։ Ինչի համար եք զարմացել։ Ձեր մոտ էլ է հնազանդ ու խեղճ ներկայացել, պատմել է իր դաժան կյանքի մասին ու իրան զոհի տեղադրել ու իր մեղքերը բոլորի վրա է գցել։ Դե հա, Լիաննայի ոճի նման է, ինչ խոսք։ Այն ինչ իմ մտքով անցնում է այդ ահավոր է։
Ես կասեի անհնար է։ Ուղղակի զարմանում եմ։ Ոնց է համարձակվել ու այսքան տարի հետո նորից հետ է եկել։ Ում հետևից է եկել։ Ինչա խիղճը նոր է արթնացել։ Մոռացել է 23 տարի առաջ ինչ ա արել։ Հիմա նորից խիղճը վերականգնվել է ու փորձել է նորից հետ գալ։ Չեմ հասկանում։ Իսկ ինչի է Լիաննան այդ քայլին գնացել։ Ոչ մի բան չի ասել, չի բացատրել, ուղղակի թողել ու գնացել է։ Ըստ ձեզ դա բացատրության կարիք ունի։ Լիաննան խիղճը կորցրած թողեց ու գնաց։ Այսքան տարվա մեջ մի անգամ չի հետաքրքրվել։ Երևի խիղճը տեղն է եկել։ Չեմ հասկանում ինչի համար է վերադարձել։ Ես ձեզ խնդրում եմ, եթե ինչ-որ վատ բան պետք է անեք, իմ անունը չտաք։ Ես հիվանդ մայր ունեմ ու խեղդվում եմ։ Ինքը հիմա անկողնային է, ես չեմ ուզում, որ Լիաննան գա մեր տուն։ Դուք ինչ ճիշտ հասկացեք։ Հանգիստ եղեք, ես իմ խոստումը կպահեմ։ Շնորհակալ եմ։ Ես չեմ պատկերացնում Նորոյի վիճակը, երբ որ իմանա։ Ես որ ես եմ, ինձ չէի զսպում։ Չգիտեմ Նորոն այդ մարդուն ինչ կանի։ Չափազանցնում ես էլիս։ Հա, ծանր կտանի, կգոռա, կկորցնի իրան։ Բայց հաստատ այն աստիճանը չի հասնի, որ սպանի։ Ամեն դեպքում արյունը նույնն է, ծնողա։ Ծնողա։ Այնքան չի սազում այդ բառը այդ մարդուն չես պատկերացնի։ Այնքան դժվար է, երբ որ հասկանում ես, որ ունես հայր ֆիզիկապես, ով կա, գոյություն ունի, բայց ոչ մի հոգեպես կապ չունես այդ մարդու հետ։ Չկա մի ուժ, որ քեզ կձգի դեպի իրան ու կպահի իր մոտ։ Չկա այդ։ Ալո։ Հետո շուտ արի օֆիս։ Մենակ չասես, որ հարմար չի թող մնա հետո։ Շտապա, ես արդեն հասնում եմ։ Չհասկացա։ Նորոն էր։ Հա, ասա շտապ գնամ օֆիս։ Լավ, էլի զարի դուրս կան, հաստատ մի բան եղել ազգում եմ։ Կարող է պապայի մասին է իմացել։ Չգիտեմ էլիս, արի գնանք։ Բայց հետո կզանգես, ասես ինչ էր եղել։ Հա, էլիս կզանգեմ։ Լսի, ինձ մեկ-մեկ թվում է, որ դու ինձ Հասիկոյի հետ ես խառնում, գիտես։ Ինչի։ Եսի։ Քեզ թվում է ես էլ իրա նման ամեն ինչ քեզ պիտի պատմեմ, հա, կապ չունի քեզ վերաբերվում, հա, չի վերաբերվում։ Վայ, դու ինչ դժվար է քո հետ, հետո էլ ինձ ես ասում։ Լավ էլի, սպասի մի հատ հաշիվը փակեմ դուրս գանք։ Ալո։ Ես քո ասած տեղում եմ։ Շատ պետք է սպասեմ, որ գաս։ Ես չեմ գալ։ Այսինքն, Վստահ չեմ, որ դու մենակ ես եկել։ Դրա համար էլ չեմ գա։ ասում եմ մենակ եմ, իմ հետ ոչ մեկ չկա։ Չհամոզեցիր։ Ինչ իմանամ քո փոքրիկ չարաճճի ուղեղում ինչ կա պլանավորված իմ դեմ։ Եթե մինչև իմ այդ հանդիպման գալը Արշակին արդեն ամեն ինչ ասել ես ու ինքը ինչ որ միտեղ ստեղ սպասում է ինձ, որ ես մոտենամ քեզ ու միանգամից գա։
Իսկ ինձ ինչի է թվում, որ դու ուղակի չգիտես ինչ ասես։ Դե երևի չես հասցրել նոր ստեր հորինես, դրա համար չես գալիս։ Ինչի ես ծիծաղում։ Ուզում եմ հասկանամ ինչ կա ծիծաղալու։ Չնայած այդ երևի մարդու բնույթն է տենց, որ երբ որ չգիտի ինչ ասի կամ ուղակի սուտ է խոսում, այդ ժամանակ սկսում է ծիծաղալ։ Ես իմ կյանքում շատերին եմ խաբել, բայց դու այն եզակի մարդկանցից մեկն ես, որին մի տառ ավել չեմ ասել։ Ես իրոք քո մասին շատ բան գիտեմ, Մագդա։ Ինչ է եղել նոր։ Հետո արինստի շատ կարևոր խոսակցություն ամ է սպասվում։ Դες ինչա վիճակը դա եղբեր։ Հետո դու Արշակին երկար ժամանակ է ճանաչում ես, չէ՞։ Հա, բավականին երկար։ Ուրեմն ինձ պետք է որ դու իմ այմ հարցերին ճիշտ պատասխանես։ Ոնց որ կա։ Ինչ հարց նորը։ Արշակը քանի տարեկան է։ Շատ լուրջ հարց ես տալի, ախպեր պիտի մտածեմ։ Ախպեր ես, հիմա կատակ անելու ժամանակը չի։ Շատ գիտեմ նորը, 50-ն անց է էլի երևի մեծ մարդ է։ Ինչի՞ դա պետք է Արշակի տարիքը։ Մագդան 23 տարեկան է։ Այդ դու շատ լավ հասկանում ես, որ 30 տարին քիչ շատ է քուր աղբեր լինելու համար։ Հա, ես էլ Ալինա ունեմ, ու մեր տարբերությունն էլ քիչ չի։ 10 տարի մի քիչ ավել։ Բայց որ մի քիչ երկար ես մտածում, հասկանում ես, որ 30 տարի մի քիչ շատ է քուր ու աղբոր մեջ լինելու համար։ Չեմ հասկանում ինչ ես խոսում նորը։ Այսքան բանը որ ասում եմ այդ նշանակում է ինչ-որ բան իմ ականջին հասել է։ Ուղղակի չեմ ասում։ Ու ես էլ շատ լավ տեսնում եմ, որ դու ինչ-որ բան գիտես։ Ինչ ճիշտն ասա։ Արի փակ ենք էլի նորը այս թեման։ Այդ Նորը ասեցի փակ էլի։ Ես չգիտեմ քեզ ով ինչ է ասել, ոչ էլ հիմա հասկանում եմ ինչի համար ես հարցերը տալիս։ Լուրջ։ Իսկ ինձ թվում է, որ դու շատ լավ հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Հետո ես քեզ առաջի օրը չի որ ճանաչում եմ։ Ու ես գիտեմ, երբ ես դու ճիշտն ասում, երբ ես խաբում, երբ ես փորձում թեման փոխես, ցրես թեման։ Իսկ հիմա դու ամեն ինչ անում ես, որ ցրես թեման, հետո։ Բայց դու ամեն ինչ գիտես։ Ես քեզ որպես ընկեր խնդրում եմ, ինչ ճիշտն ասա։ Իսկ կարաս հասկանաս, որ ուղղակի չեմ ուզում այս թեմայով խոսանք։ Ու անցնենք առաջ, կարաս թե չէ։ Իսկ կարաս դու ինձ ասես Արշակի ինչի համար է խաբել, որ ինքը Մագդայի աղբերն է։ Ինչի է ձևացրել, որ իր աղբերն է։ Իմաստը ո՞րն է։ Դու ոչինչ բան էլ չգիտես։ Դու ընդհանրապես հասարակ խաբեբա ես, որը փորձում է իր աստերով ինձ մոլորեցնել։ Նրա համար որ վերջում փող փոկես։ Չէ, փողի առումով ճիշտ ես։ Ինձ փող շատ է պետք։ Բայց մնացած առումներով չէ։ Այդ դեռ երկրորդական է։ Կարեն հերիքա։ Գոնե մի քիչ խիղճունեցի։ Չի կարելի հայտնվել մարդու կյանքում ու անմարդկային ստեր հորինել, փորձել ինչ-որ բանի հասնել։ Ուղղակի չի կարելի։ Ես հասարակ մարդ եմ, որը շատ լավ ընտանիքում է ծնվել։ Ես մեղ չունեմ, որ մենք մի քիչ հարուստ ենք, որ ես ոչինչ բանի կարիք երբեք չեմ ունեցել։ Մեղավոր չեմ, հերիքա։ Ասում ես լավ ընտանիքում ես ծնվել։ Հա, մինչև հիմա էլ շատ լավ ընտանիք ունեմ։
Ուղղակի նոր եմ հասկանում, որ մարդիկ դիմացինի ունեցած 4 պատին էլ են նախանձում։ 4 պատ։ Ես կյանքում չէի երազելու այդ 4 պատի մեջ մնայի։ Գիտես ինչի։ Որովհետև այդ 4 պատի մեջ այնքան սուտ կա, որ դու էլ չես պատկերացնի։ Ես եթե մի 5 անգամ էլ ծնվեի, այդ 5 անգամից նույնիսկ մի անգամը չէի երազելու, որ այդ 4 պատի մեջ մնայի։ Պարզա։ Կարեն, խնդրում եմ, ասա ինչ գիտես։ Խոսա կամ արի, ես քեզ դեռ ստեղ սպասում եմ։ Նորո, Մագդան Արշակի քույրը չի։ Բայց ես հիմա չեմ ուզում ընդհանրապես այս թեմայի մեջ խորանամ, ոչ էլ պատրաստում եմ հետդ քննարկեմ Նորո։ Ցավը տանեմ, ինձ էլ հասկացի։ Ճիշտ չի, որ ես քիթս մտցնեմ այդ մարդկանց ընտանեկան կյանք ու հետդ քննարկեմ։ Դու լուրջ դու այսքանից հետո նստել ես ճիշտ ու սխալ ես անում։ Դու չես գնում, որ պատմությունների որոշ ուղղությամբ ա գնում։ Նորո, Նատ քեզ իմ տեղը դիր էլի։ Դու որպես տղա քիթդ կմտցներ այդ մարդկանց անձնական կյանք։ Կքննարկեիր հետս իրենց կյանքը։ Էդո դու ինձ 0-ից ոչ մի բան չես պատմել։ Ես ինքնուրույն եմ ամեն ինչ բարձել։ Լավ, դու չես հասկանում, որ Մագդան իմ սիրած աղջիկն է։ Ու ես պարտավոր եմ հասկանամ ինչ է կատարվում իր կյանքում։ Այդ կապ չունի Նորո, կապ չունի։ Ինչ է նշանակում կապ չունի։ Լավ, գոնե ինձ ուրիշ բան ասա։ Արշակը ինչի համար է խաբել Մագդային։ Իմաստը ո՞րն էր։ Չգիտեմ, ախպեր, տենց է ստացվել։ Լավ, ով է Արշակը Մագդայի կյանքում։ Այդ արդեն երկրորդ հարցն է Նորո։ Դե որովհետև առաջին հարցից էլ չպատասխանեցիր, էդ ջան։ Ինչ է նշանակում տենց ստացվեց։ Մարիո էր խաղում, նոր աշխարհ բացվեց, տենց ստացվեց, հա։ Հարա լավ ես ինչի մեջ ես ընկա։ Մենակ դու չէ։ Ես էլ նույն պատմության մեջ եմ։ Ինչ իմացել եմ տեղս չեմ գտնում։ Չգիտեմ որ մտքից դեմ պայքարեմ, ինչ անեմ։ Ես մենակ մի բան եմ հասկանում, որ Մագդայի կյանքը ոտից գլուխ կեղծիք է։ Ու մեղք է այդ աղջիկը, որ այս ամեն ինչը իմանա։ Նորո, ինձ որ լսես այդ թեմայի մեջ չես խառնվի։ Այդ մարդկանց անձնականը թող իրանց։ Ես մենակ մի բան գիտեմ, որ Մագդան պաշտում է Արշակին։ Արշակից ենկոմ իր համար ոչ մեկ գոյություն չունի, բայց իրականում Արշակը։ Նորո լավ, վերջ։ Հետո դու այսքան բան իմացել ես, ու ինձ ոչ մի բան չես ասել։ Ու հիմա որ ես լիքը բան եմ պարզել, էլի ինչ ճիշտը չես ուզում ասես։ Դրել ես ճիշտ ու սխալ ես անում մի մարդու համար, ով որ Մագդայի առաջ մեղավոր է։ Նորո դու ես պատմության սկի կեսն էլ չգիտես։ Ուլը հարցը Արշակը մեղավոր է թե փրկել է Մագդային։ Այսինքն Վերջ, մի խոսքով, էլ ոչ մի բան չեմ ասելու Նորո։ Ես չեմ կարող այդ թեմայի մասին խոսամ, ախպեր լեզուս չի պատտվում։ Լավ ախպեր ես, գոնե մի հարց տամ, ինչ ճիշտ պատասխան տու։ Մի պատասխան։ Ասա։ Արշակը Մագդայի երն է, հա? Նոր ինձ չէիր հավատում։ Հիմա ինչ եղավ, որ ուզում ես խոսամ։ Ուղղակի ուզում եմ ասելիքդ ասես ու հավերժ կորես իմ կյանքից։ Դու ինձ լուրջ չես վերաբերում։ Բայց ես քեզ մի հուշում կտամ։ Դու խելացի աղջիկ ես։ Կօգտվես դրանից։ Հիմա գնում ես Լանայի մոտ ու իրան հարցնում ես. Ինչի 23 տարի առաջ Հայաստանից թողեց ու գնաց։ Ընդամենը այդ մի հարցը դուր, տիկնիկս։ Լանան էլ մեր տանը չի աշխատում ու ես չգիտեմ ուր է։ Հա ոչինչ։ Լանան Հայաստանում շատ քիչ տեղեր ունի, որ կարա մնա։ Ես քեզ հասցեն կուղարկեմ։ Այդ ջան հիմա կասես հերնա թե չէ։
Չէ։ Չէ, նորո, ները չի։ Մատ կասես հասկանամ, ումից ես իմացել։ Լավ, եթե Արշակը չի հերը, բա ով է։ Ճանաչում ես, գիտես։ Չէ, չգիտեմ։ Նորո Մագդային շատ փոքր հասակից Արշակն է մեծացրել։ Ու Մագդան էլ մեծացել է այդ հոգեբանությամբ, այդ մտքով, որ Արշակը իր մեծ աղբերն է։ Ու այդ դիտեցել պիտի մնա նորո։ Չեմ հասկանում, ես ինչ խառը պատմություն է ստացվում։ Նորո սրա մասին շատ քչերը գիտեն։ Ու նենց էլ չի, որ ինձ Արշակն է պատմել։ Ինձ պապան է ասել։ Ու չես պատկերացնի ինչքան վատ է, որ ես հիմա այս իրավիճակում եմ նորո։ Որովհետև ես խոսք եմ տվել 1000 անգամ, որ սրա մասին երբեք ոչ մեկին չեմ ասելու։ Ու հիմա էլ խոստումդ պահում ես։ Ինչ անում եմ, չեմ կարող մի բար քո բերանից փոկեմ, որ հասկանամ ինչ է իրականում տեղի ունեցել։ Ու ոնց հասկանում եմ, քո համար թքած։ Քո ընկերը ստեղ նստած ինչ ազգում, ինչ ապրումների մեջ է, հա։ Չէ, ցավդ տանեմ։ Սխալ բաներ ես ասում, տենց չի։ Չէ, այդ դու ես սխալ բաներ խոսում։ Ոնց որ դու ինձ չես վստահում։ Չես ուզում իմ մոտ անկեղծանաս։ Ես հաստատ չեմ մտածելու, որ դու խոստումը չես պահում։ Հիմա ինչ չես ասելու, ով է պատմել։ Չէ, ինչի համար ասեմ։ Եթե դու չես ուզում հավատաս, ինչ չես ուզում պատմես, չես վստահում, ինչի համար ասեմ ախպերս, ես գնացի։ Լանա, խնդրում եմ, բացի դուռը։ Լանա, դու չես կարա հավերժ թաքնված մնաս, մեկա մի օր խոսելու ենք։ Լանա, կլինի դուռը բացես։ Նորո, հո երեխա չես նեղանում գնում ես ախպեր։ Չեմ նեղանում, դու հանգիստ եղի։ Ուղղակի ես հասկացա մի բան, որ ոնց որ մենակով քանդել եմ այս կծիկը, պետքա շարունակեմ տենց անեմ։ Քո վրա պետքա հույս չդնեմ, որ չնեղվես։ Այդքան բան։ Նորո լավ հանգստացի, հասկացանք։ Շունչ քաշի մի հատ էլ է։ Ուզում էր, չէ՞ քեզ հասկանամ։ Հասկանում եմ։ Չէր ուզում, չէ՞ խոսայր այս մասին։ Հասկանում եմ, ուղղակի ուզում գնամ տուն, ախպերս, ինչ խնդիր կա։ Լավ մի հատ էլ ասա հասկանամ, ի՞նչ է տալու քեզ այս պատմությունը, եթե իմանաս։ Հանուն ինչի նորո ես այդ մարդկանց տան գաղտնիքը քեզ պիտի պատմեմ։ Հանուն նրա, որ հասկանամ ճիշտ ուղու վրա եմ, թե չէ դու։ Ոնց այսինքն դու չես ուզում խոսաս, չես ուզում ասես ինչ ա եղել, բայց ուզում ես որ ես խոսամ ու քեզ օգնեմ։ Այդ շատ հնարավոր է որ բարձվի, որ Լաննա Մագդայի մաման է։ Դրա համար էլ ես ամեն ինչ անում եմ, որ պարզեմ, իմանամ ով է հերը։ Մագդայի հերը ով է, դրա համար եմ այս կան բանը անում։ Չես հասկանում։ Նորո ինչ ես խոսում։ Ոնց կարա Լանան Մագդայի մաման լինի։ Ինչ ես խոսում նորո։ Ոնց ես իմացել։ Ալո։
Կարեն Վլանան քո ասած հասցեում չէր։ Դուրը 100 անգամ թակել եմ, բայց ոչ մեկ չի բացում։ Փաստորեն էս էլ մնաց իմ վրա, հա։ Պետքա խոսամ։ Ինչ անեմ։ Լանան գիտի ես վազելու եմ իր հետևից, բայց այդ տենց չի, է։ Կարեն, ես էլ չեմ դիմանում։ Կասես ինչա կատարվում։ Եթե բան ունես ասելու, միանգամից ասա ինչ խաղեր ես խաղում։ Ուզում էի ես մի բանն էլ Լանան աներ, բայց չեղավ։ Լավ։ Ես քեզ ուրիշ հասցեկ ուղարկեմ։ Կգաս այդտեղ, բայց եթե հանկարծ մենակ չես եկել։ Խոստանում եմ, ոչ ինձ ես տեսնելու, ոչ էլ Լաննայի։ Ու շարունակելու ես այդ քո սուտ կյանքով ապրել։ Ուղարկի հասցեն։ Զարմանում եմ Արշակը մինչև հիմա ոնց չի հասկացել Լաննայի ով լինելու մասին։ Ինչ։ Հեչ։ Հասցեն եմ ուղարկում, ուշադիր կլինես։ Դրա համար եմ ես քանի օր ես փորձում Լանայի մասին ինֆորմացիա իմանալ։ Ու ինձ հաջողվել է գտնել ազգականին։ Ում տանը, որ ինքը մնացել է միջև երկրից գնալը։ Ու գիտես ինչ ասեց այդ մարդը։ Ասեց, որ Լանան 23 տարի առաջ երեխա է ունեցել։ Ու թողել ու գնացել է երկրից։ Դու լավ գիտես։ Արշակեստան մոտի դեպքից հետո այդ կնոջը ես այդքան էլ չեմ վստահում։ Հա, իմ համար այդ ընտանիքը մեկ է, բայց այդ տան մեջ արև է ապրում։ Ու ես ամեն ինչը ես այդ երեխու համար եմ անում հետո։ Լավ, բա ինչի ես մտածում, որ այդ երեխան Մագդեն է։ Դե որովհետև Լաննայի պահվածքից երևում է, որ ինքը այդ տուն հատուկ նպատակով է մտել։ Լուրջ եմ ասում նորը ես կցնդեմ։ Այդո բայց այս ամեն ինչը հաստատ չի։ Այս իմ ենթադրություններն է։ Այդ կինը ինձ ոչ Արշակի անունն է տվել, ոչ էլ գիտի ով է հերը։ Ու ես ոնց հասկացա, բոլոր բարեկամները Լաննայի ծերես են թեքել այն պատճառով, որովհետև այդ մարդու այդ կապը ամուսնական չի եղել։ Այ չեմ կարում հասկանամ, եթե Արշակը Մագդայի հերը չի, դա ով է։ Ու ոնց է հայտնվել այդ տանը։ Նորո Արշակը Մագդային լրիվ օտար մարդ չի, բայց հաստատ հերն էլ չի։ Այսինքն հետո։ Դե հիմա, ես ինչ կարայի ասեի արդեն ասեցի, մնացածի մս չեմ ուզում խառնվեմ։ Իմաստ էլ չկա նորո, որովհետև եթե իրոք Լանան Մագդայի մաման է վաղ թե ուշ կպարզվի։ Իսկ ես հիմա չեմ ուզում բարձրաձայնել մի բան, որի իրավունքը իմը չի։ Լավ, այսքանի համար էլ ապրես։ Բայց այս ամեն ինչի մասին ոչ մի խոսք ու ոչ մեկին։ Ես չգիտեմ այդ կինը ինչ որ ինձ ասել է Մագդային վերաբերվում է թե չէ, թե այս ամեն ինչ ուղղակի իմ ենթադրություններն է։ Լավ ախպեր ես։ Ես գնացի։ Հա, հաս։ Էլիզ այնքան վատ վիճակում եմ, չգիտեմ ինչ անեմ։ Ինչ ա եղել։ Քիչ առաջ տանտերն էր եկել ու ասեց, որ տունը հենց այսօր ազատ եմ։ Ոնց։ Որոշել է վաճառել ու շատ շտապ։ Հա, հաս, բայց մի օրվա մեջ դժվար գնորդ գտնի։ Ասա թող մի քիչ ժամանակ տա։ Հենց էտա որ գտել է, իր անկերներից մեկն է առնելու, ով էս գիշեր ընտանիքի հետ Հայաստանում կլինի։ Ինձ ասել է, որ ազատ եմ տունը, որովհետև այդ մարդիկ տեղ չունեն մնալու։ Այ քեզ բան։ Էս մի քանի ժամվա մեջ ոնց ես նոր բնակարան գտնեմ, ինչ անեմ, Էլիս։
Հաս, մի մտածի, կգաս մեր տանը կմնաս, մինչև նոր տուն գտնենք քեզ։ Չեմ կարծում, որ լավ միտք է։ Բա նորոն։ Նորոն ինչ։ Հաստատ դուրը չի գալու էլիս։ Չեմ ուզում նեղություն տալ։ Վայ հասմիկ կլինի իրերը թավաքես, ու դրա մասին մի մտածի։ Ես նորոյի հետ կխոսամ։ Ապրես շատ էլիս։ Քեզ պետք է կամ օգնամ։ Չէ, իրերիս մեծ մասը արդեն հավաքել եմ, մի քանի բան է մնացել։ Լավ։ Ասա նորո։ Հետո հիշում ես, չէ, որ ոչ մեկին բան չես ասելու։ Հա, նորո, բայց ահա որ վատ եմ ինձ զգում ախպեր։ Լուրջ եմ ասում, ոչ մեկին բան չասես, չխառնվի ամեն ինչ իրար։ Ինչև հասկանամ ինչ եմ անում։ Լավ նորո, ոչ մի բան չեմ անի, մինչև որ պարզես։ Էդո։ Բարև Արշակոպար։ Բարև Էդո ջան։ Էս իբրեկար հիմա էլ գնում ես։ Որ պատուանից չնայ, տենց էլ գնալու էր, չէ։ Լավ, արի ներս գնանք, օքեյ։ Էդո գոնե ասա հասկանամ նորմալ է ամեն ինչ։ Խոսացի՞ր նորոյի հետ։ Էդո ջան, այդ ինչ եղավ, որ հասար դռան մոտ ու ներս չմտար։ Գործտեղից զանգեցին Արշակոպար, ինչ որ խնդիր ա եղել։ Հոլուրջ բան չի։ Չէ, ինչ որ թղթաբանության հետ է կապված, թղթաբանությունն է խառնում է իրար։ Ասել եմ ուղարկեն նայեմ։ Այնքան բաներ է խառնվելու։ Բիզնես պայլ այդքան էլ հեշտ բան չի։ Բա Մագդան տանը չի։ Չէ, դուրս է եկել, բայց ահագին ժամանակա չկա, ոչ էլ զանգել է։ Երևի սպասում է արևը պարապմունքը վերջացնի միասին գան։ Բայց արևի հետևից լանան չի գնում։ Ինչ որ բան են չեմ ասել Արշակոպար։ Լանան էլ մեր տանը չի աշխատում էդո։ Ինչի։ Ինչ որ բան է եղել։ Դե հիմա տենց է ստացվել։ Հա, բայց ինչ որ մի բան պիտի չէ եղած լինի, որ մարդ աշխատանքից դուրս գա։ Չէ, ուղղակի անձնական խնդիրներ ա ունեցել, որը թույլ չէր տալի աշխատեր մեր տանը։ Լավ, արի Լանայի թեման փակենք։ Դու ինձ են ասա, նորոն ոնց է արդեն աշխատում է։ Հա, աշխատում է։ Շատ լավ է։ Լավ, Արշակոպար, ես արդեն գնամ, ամեն դեպքում մի հատ մտնեմ օֆիս, տեղում հասկանամ ինչ է կատարվում։ Լավ, ես էլ զանգեմ Մագդային, տեսնեմ ինչ եղավ։ Շատ լավ։ Haydi.
Լսի, նոր Արշակի տանն էի, բարձվում է Լանան այստեղ չի աշխատում, դուրս է եկել։ Ինչի համար։ Չգիտեմ, Արշակը ասաց ինչ որ անձնական խնդիրներ ա ունեցել, դրա համար չի կարողացել գործի այդ համատեղի։ Ուրիշ բան Արշակը չասեց։ Մեզ լավ է, որ այդ կինը այստեղ չի աշխատում։ Այդ ոչ մի բան չի փոխում։ Մենք պետքա պարզենք այդ կնոջ մտքին ինչ կա, ու իրականում ինչ ա ուզում Էդո։ Հա, լավ։ Մագդա ուր էիր։ Արշակ մի բան եմ ուզում քեզ հարցնել։ Ասա լսում եմ։ Որ Լանան մեր տուն եկավ, դու առաջին անգամ էիր իրան տեսնում։